Ջեջքի համար Սիրում օգնած Բայց կրկին համար Պարզ երկնքից Ինձ եմ բաժանում Այս երկրային Շղթաները մեղք ու հատուցում Ջահը ձեռքիս, մակողքիս Ես ընկնում եմ Կապանքներից, խոր վերքերից Կործանվում եմ Որոգայթից վախցել Հրկել և չանկությունը իմ վախրուն Ու գտնել ուղին իմ դեպի տուն Ու գտնել ուղին իմ դեպի տուն Հա, բալես, եթե վերև կբարձրանաս, մի հատ անպայման զանգի, հնարավոր է տանը չլինեմ, հա? Բարև ձեզ։ Բարև, հովիկ, ներս արի։ Բարև ջան, ոնց ես։ Էստեղ է գնում։ Չէ, երեխեն ուզում այչնի ընկերուտում, մեր ներքևի հարևանն է, բայց եթե եկել ես Գանային տեսնելու, կարա իրև չգնա։ Չէ, թող գնա։ Դե լավ, բալես, գնա ու չմոռանաս ասածներից մասին։ Ներս անցի, հովիկ ջան։ Մերսի։ Նստի։ Ես Լիլիթը տանը չի, նորի։ Չէ, տանը չի, այսինքն տանն էր, ընկերուին զանգեց, քիչ առաջ դուրս եկավ։ Ռաֆոն ինձ ասեց, որ երեխեն այսօր դասի չի գնացել։ Ես էլ մտածեցի միգուցե Գայանջիկը վատառողջ է, բայց չէ։ Չէ, վատառողջ չի, ուղղակի առավոտյան արթնացավ, ասեց գլուխն ա ցավում, դե մենք էլ որոշեցինք տանը թողնել։ Ինչ-որ պրոբլեմներ կան, նորի։ Չէ, ինչ պրոբլեմ։ Ինչից ենթադրեցիր, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, հովիկ։ Կարող է վիճել եք Լիլիթի հետ։ Չէ, ոչ մի խնդիր չկա։ Սուրճ կխմես, հիմա սուրճ պատրաստեմ։ Չէ։ Ինչ-որ գործով ես եկել մեր տուն, հովիկ։ Հա։ Ուզում եմ քո ու Լիլիթի հետ խոսեմ։ Գայանի հետ կապված հարցերով։ Դե կարող ես ինձ ասել, ես հետո Լիլիթին կփոխանցեմ։ Չէ, ես ուզում եմ ձեր երկուսի հետ միասին խոսամ։ Ու քանի որ ես մի քիչ շտապում եմ, լավ կլինի որ հիմա զանգես Լիլիթին ու ասես թող գա։ Հովիկ, Լիլիթը ընկերու տանն է, կարևոր գործով։ Ոչինչ, նորիկ։ Զանգի թող գա։ Կարծում եմ իմ գործը ավելի կարևոր է։ Հովիկ, ախր այդպես չի կարելի, հասկանում ես, դու հիմա իմ վրա ճնշում ես Զանգի, նորիկ։ Կամ ես կզանգեմ։ Լավ։ Հուսով եմ իրոք այդ գործը այդքան կարևոր է։ Ալո, Լիլիթ։ Հա, ես եմ։ Լիլիթ, հիմա հովիկը մեր տանն է ու ասում է ինչ-որ Գայանեի հետ կապված կարևոր գործ կա։ Չէ, տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը։ Ինքը շտապում է, դու կարող ես հիմա գալ։
Լավ, կսպասենք։ Ասում է, որ 45 րոպեից մինչև մի ժամը տանը կլինի։ Լավ, Եթե կարևոր գործեր ունես, մենք կարող ենք երեկոյան հանդիպել։ չէ, շտապ գործեր չունեմ։ Եթե դեմ չես, ես ձեր տանը կսպասեմ։ Ոնց կուզես։ Ինչ ա պատահել, Արմեն ջան։ Ոչ մի բան, մամ ջան։ Երեկվանից դու տրամադրություն չունես։ Հիմա ընդհակառակը դու պիտի ուրախանաս։ Ոգևորվես, որ վերջապես Լևոնչիկս պիտի վիրահատվի, ապաքինվի ու ամեն ինչ լավ պիտի լինի։ Ես ուրախ եմ, մամ ջան։ Ես հիմա աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ վերջապես կարողացա այդ գումարը գտնել։ Ոնց թե կարողացար այդ գումարը գտնել։ Արմեն ջան, բայց դու ու հայրդ միաբերան երեկվանից ասում եք, որ Լևոնչիկի վիրահատությունը ֆինանսավորելու է ինչ-որ արտասահմանյան հիմնադրամ, հա? Ոչ մի հիմնադրամ էլ չկա, մամ ջան։ Այդ գումարը ես ինքս եմ։ Պետք չի։ Հիմա դու մի ասա, թե ով ա տվել եւ ինչի համար։ Մամ, ես ստիպված էի դա անել, հասկացի։ Ես գիտեմ, որ սխալ բան եմ արել, բայց ուրիշ ելք չունեի։ Արմեն ջան, ես դատավոր չեմ, բայց ես հաստատ գիտեմ, որ ցանկացած ծնող ամեն քայլի կգնար, միայն թե փրկեր իր երեխայի կյանքը։ Եվ խնդրում եմ հիմա դու քեզ մի մեղադրի։ Խնդրում եմ։ Արմեն, իսկ հայրդ գիտի դրա մասին։ Հիմա դեռ պետք չի նրան ասել ոչ մի բան։ Թող Լևոնիկին վիրահատեն, ամեն ինչ բարեհաջող անցնի, հետո ամեն ինչ կպատմեք, հա? Պապան ինձ երբեք չի ների։ Ես գիտեմ։ Ավելի լավ է, պապան ամբողջ կյանքը չխոսի քեզ հետ, միայն թե Լևոնը ապաքինվի։ Դու միայն իմ մի հարցին պատասխանի, խնդրում եմ։ Դու այդ գումարի դիմաց ինչ-որ հանցագործություն պիտի անես, հա? Ես չգիտեմ, մամ ջան, ինչպես դա որակեմ։ Դե լավ, հիմա ոչ մի բան մի ասա։ Չեմ ուզում ոչ մի բան իմանալ։ Թող վիրահատությունը բարեհաջող անցնի։ Ես քեզ խոստանում եմ, միասին, պապային, ամեն ինչ կպատմենք, եղավ։ Հիմա ամեն ինչ մոռացի։ Լավ, մամ ջան։ Կարո, ես քեզ դեռ ոչ մի բան չունեմ ասելու։ Ինչ ես գոռում, Արմեն ջան, ես զանգել եմ քեզ շնորհակալություն հայտնեմ։ Շնորհակալություն։ Հա, այն տղու մասին, որ խոսում էինք, արդեն ազատության մեջ է, ցավը տանեմ։ Դու քո խոսքի տերն եղար։ Հա։ Իսկ ես Արմեն, ես հարգում եմ այն տղեկին, որ իր խոսքի տերն են։ Սրանից հետո թե մի խնդրեմ կունենաս, դիմի ինձ, ցավը տանեմ։ Ինձ քեզանից ոչ մի բան պետք չի։ Ես արդեն ամեն ինչ որոշել եմ, իմ համար Զավեն, ու կարամ դաժե հեռախոսով տամ իմ պատասխանը։ Լավ, եթե դու տենց ես ուզում, պրոբլեմ չկա, ես կես ժամից քո մոտ կլնեմ։ Մուշա։ Հա, շեֆ ջան։ Այդ մաշտեն քաշի դրան առաջ, հետում ենք այդ Զավենի մոտ։ Եղավ, շեֆ ջան։ Ես էսա գալիս եմ։
թաքել։ Բանապատա է։ Ոչ մի բան, պապ։ Մենք ուղղակի ուզում ենք քո հետ խոսանք։ Ես գիտեմ ինչի մասին եք ուզում խոսակ, բայց ես ուրիշ ելք չունեմ, հավատացնում եմ ձեզ, ես ստիպված եմ այդ բանն անելու։ Մենք գիտենք, պապ, ու ուզում ենք ասենք այս դժվար պահին քո կողքին ենք լինելու։ Վարդան, դու մեզ խոսք ես տվել, որ կթողնես հին գործերդ ու նորմալ մարդավայել կյանք կվարես։ Դու պիտի խոստմանը հավատարիմ մնաս մինչև վերջ։ Ազատ իր ատոմն այդ հրեշի ձեռքից ու վերադարձիր մեզ մոտ։ Ես ձեզ ոչ մի բան խոսք չեմ տալիս, բայց ես հիմա քայլ եմ անելու առաջ, որտեղ անդունդա, ու այդ անդունդից կարող է ես չկարողանամ բարձրանամ։ Դու իրավունք չունես հիմա գլորվելու անդունդը, պապ։ Դու հիմա ընտանիք ունես, որը քո կարիքն ունի։ Ուսին է։ Ես իմ ամբողջ կյանքում երազել եմ այսօրվա մասին, որ մենք սենց բոլորս միասին մի ընտանիք լինենք։ Ու այսօր իմ երազանքը կատարվել է, Բայց չկա Վարդան, դու պիտի պայքարես քո երազանքի համար, պիտի միջոց գտնես ետ վերադառնալ, ինչպես նախորդ որոշել էիր։ Պապ, դու ուժեղ մարդ ես, դու չպիտի հանձնվես, պապ ջան։ Դժվար է առնելու երեխեք ջան, թե իմ համար, թե ձեր։ Ու ես չեմ ուզում, որ դուք իմ պատճառով նորից տառապեք։ Ես ձեզանից չեմ նեղանա, ոչ էլ կմեղադրեմ ձեզ, որ թողեք ինձ։ Չէ, պապ ջան, մենք քեզ չենք թողնի, դրանում դու կարաս վստահ լինես։ Ես ձեզ խոսք չեմ տալիս, թե ամեն ինչ հեշտ է լինելու, բայց ես ձեզ խոսք եմ տալիս, չէ, ես երդվում եմ, որ ես ամեն ինչ կանեմ, ես կաշվիցս դուրս կգամ, բայց ձեր առաջ իմ խոսքը կկատարեմ։ Վայեսու ֆուտբոլիստ տղենիկով, ծովը տոնեն։ Հա, գրիք թե գրվա։ Ոչ մեկի վերջացավ խաղապապ։ Քանի հատ գոլ ես խփել։ 4։ Օպրես հոլելա ծովը տոնեն։ Դե նստի ավտո, նստի գնացի ծով։ Հանգիստ է դու։ Կամոնա նստի ավտոն։ Լավ, շեֆ ջան։ Ես ինչ կա, խես եք էստեղ։ Գիտեի, որ այս ժամին գալիս ես երեխուն տուն տղանելու։ Չէի ուզում հեռախոսով խոսայի։ Ինձ թվում է, մեր սաղ համարները պրասլուշկի տակ են։ Վարդանից ինֆորմացիա ունես։ Վարդանը համաձայնվել է Զավենի պայմաններին ու իրանք պետք է հանդիպեն։ Ոնց արդեն հանդիպել են։ Շուտով։ Ցոգոլը հիմի գնում է Զավենի օֆիս։ Ընդեղից էլ երևի կգնա ընդեղ, որտեղ ատոմին են պարան։ Հենց էլ կլինի։ Վարդանը կուզենա մի ժամ առաջ գնա ատոմի մոտ ու նրան ազատի։ Դավո ես եմ։ Մեզ հետաքրքրող մարդը հիմա Զավենի մոտ է։ Մնացածը դու գիտես։
Երեմ։ Այս Դավոն նորից Հայաստանում է։ Դավոն ընդեղ է, որտեղ ինձ պետք է կամ։ Մի ժամից Միրոն կանչել է իր մոտ, ինչ-որ հարցեր կան ճշտելու։ Նայի հանկարծ մեզ չվառենք։ Հասկացա, Երեմ։ Ես գիտեմ, որտե ինչ եմ խոսում։ Մի նեղվի, Կամո ջան իմ խոսքերից։ Ես ուղղակի չեմ ուզում, որ մեր այս փոքր գաղտնիքը հանկարծ ջրի երես դուրս գա։ Թե չէ ինքդ էլ ես լավ հասկանում, թե ինչ կկատարվի մեզ հետ։ Ես սաղ լավ ջոկում եմ, Երեմ։ Ոնց որ ասում են, ես իմ փայ գործը արեցի։ Հիմա քո հերթն է, որ քեզ դրսևորես։ Դրանում կարած չկասկածես, Կամո։ Միրոյի մոտ կհանդիպենք։ Լավ։ Մախաջան։ Ալը, ես ջայելը ով է։ Գնելն է Ռուսաստանից եղել։ Աշխարհի չեմպիոնը։ Մեր մոտ պարաբա որ ֆորմից չընկնի։ Լուրջ։ Հո, լավ տղա է։ Ազիվ ինձ լուրջ պրատիվնիկ է։ Տենան։ Ուզես կպնեք։ Պրոբլեմ չկա։ Դուք եք արեք, տերեք։ Ինչ ձևով ես ուզում։ Ոնց ուզես։ Ուրեմն իմացի, Օլնի կանտակ։ Լավ։ Ուզում ես շարմել։ Կմենամատն եմ ընդեղ։ Շեֆ, որ կպնում էիր, մեկը վրա մի 10 անգամ զանգեց համարից։ Մալխաս։ Արա դու լրիվ ուշ ես։ Ես չեմ հասկանում, ես քեզ ասել եմ, որ զանգես ինձ։ Երբ որ պետք է լեր, ես կկապնվեք քո հետ, արա։ Տող մի րոպե համբերի այ Մալխաս ջան։ Լավ լուր ունեմ հայտնելու, այդ ամբողջ գումարն արդեն եղել է։ Ոնց եղել է, Վարսիկ։ Հա, Մալխաս ջան, եղել է։ Էն իմ ասած բանկի տարբերակը աշխատեց։ Պարզապես արձերն չի իլում, պետք է փոխանցումով անենք։ Հիմա զանգել եմ, որ հարցնեմ։ Դոկումենտներս երբ է պատրաստելու, որ ես կարողանամ փախնեմ Հայաստանից։
Մալխաս։ Շատ մի ուրախացի Բարսիկ։ Ես ընդամենը կարող է խաղ լինի, որ ուզում են քեզ ջրերես։ Ու շատ հնարավոր է, որ Հովոն կուրսի է այս գործից։ Չէ, Մալխաս ջան, այդ ձև չի, Հովոն չի կարա իմանա։ Ես այդ նորոյին հստակ բացատրել եմ, եթե Հովոն իմանա, ինքը էլ իր կնգայերեսը չի տենա։ Լավ է սարը, որ բացատրել ես Բարսիկ, բայց մինչև բանկում չհաստատեն, որ այդ փողը նստել է։ Հանգարց մտքովը չանցնի այդ աղջկան բաստուած։ Հա, Մալխաս ջան, անպայման։ Այսօրվանից սկսած հանգարց ինքնագլուխ ոչ մի բան չանես Բարսիկ։ Երբ որ իմանաս, որ հաշվի համարին փոխանցել եմ փողը զանգի ինձ, ես իմ կանալներով կճշտեմ այդ ինֆորմացիան ու քեզ կասեմ։ Լավ, հասկացա։ Ու ինձ զանգելուց առաջ նախորոք SMS ուղարկի, որ զանգելու ես, ու դրանից հետո զանգի։ Կարող է SNS տեղ լինեն, որ հարմար չլինի քո հետ խոսալը։ Հասկացա։ Ոնց ես Լիլիթ։ Իսկ դու ոնց ես կարծում։ Չէ, լավ ես, լավ։ Լսի, ես չէի էլ պատկերացնում, գիտես, որ Նորիկը քեզ այդքան սիրում է։ Լուրջ։ Այդ տղեն ամեն ինչ արեց, որ քեզ ազատի։ Չնայած նրան, որ լավ գիտի, որ դու Հովոյի նկատմամբ անտարբեր չես, մինչև հիմա։ Ձենդ կտրի, տխմար, ես քեզ չեմ ուզում լսել, այդ քո խելքի բանը չի։ Հիմա չասեմ, որ նորոն այդ փողը գտել է, հա? Չասեմ։ Գտել է։ Հա։ Ու եթե անի ընենց, ոնց որ ես եմ պլանավորել, դու մի քանի ժամից տանը կլնես։ Դու իսկապես ինձ բաց կթողես, հա։ Հա։ Բայց եթե Նորիկը կատարի պարտավորությունների իր բաժինը։ Դե լավ։ Կամաց։ Դու հիմա հացդ կեր, կաստուրվի, որ տուն գնաս ամուսինդ քեզ այդպես տխուր վիճակում չտեսնի։ Լավ։ Գնա։ Արդեն 2 ժամ անցավ քո զանգելուց հետո Նորիկ։ Լիլիթը դեռ չկա։ Դու ինչ-որ բան ես թաքցնում ինձնից Նորիկ։ Ասացի չէ Հովիկ։ Հետ ինչ մնավորություն, ամեն ինչի վրա կասկածում ես։ Որովհետև դու սուտ ես խոսում Նորիկ։ Սուտ չեմ խոսում Հովիկ։ Չգիտես մեր քաղաքի վիճակը, ամենտեղ խցանումներ են։ Հիմա որ այա կգա։ Ես կզանգեմ Լիլիթին։ Ոնց կուզես։ Համարը ժամանակավորապես անհասանելի է։ Անհասանելի է Լիլիթը։ Ասեցի, չէ։ Երևի մետրոյով է գալիս, դրա համար էլ հեռախոսը անհասանելի է։ Հովիկ կներես, ես մի հատ գործնական խոսակցություն ունեմ, հիմա կգամ։ Գարիկ, շտապ կապվի մեր բանկի հետ, ասա թող ուշադիր հսկեն գայանչկի արշիվները, եթե ես մի քանի ժամվա մեջ։ Գայանի արշիվներից թեկուզ մի ցենտ պակասեց, շտապ ինձ տեղեկացնում եք այդ մասին։ Ալո, բարև ձեզ։ Ես այսօր ձեր բանկ էի եկել գումարը անելու համար։
Այո, խոսքը 1 միլիոնի մասին է։ Գիտեք, ինձ այսպիսի հարց է հետաքրքրում։ Ես կարող եմ առանց բանկ գալու գումարը փոխանցել ուրիշ հաշվի համարի վրա։ Այո, կարող եք, եթե ասեք ձեր ծածկագիրը եւ հաշվի համարը, որտեղ պետք է գումարը փոխանցել։ Սակայն դրանից հետո 2 ժամվա ընթացքում դուք պետք է այցելեք բանկ եւ հաստատեք ձեր փոխանցումը։ Հակառակ դեպքում այդ գումարը ետ կվերադարձվի։ Եղավ, ես համաձայն եմ։ Հիմա ես ձեզ կասեմ հաշվի համարը, դուք գրանցեք, լավ։ Կներես Հովիկ, այս 2 օրա մոտս մի տեսակ նյարդային վիճակ է, կներես եթե մի քիչ բորբոքվեցի։ Չէ, իմ ու Լիլիթի հետ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա։ Ուղղակի չեմ կարողանում աշխատանք գտնել հարմար, տունը նստելուց ձանձրացրել եմ արդեն։ Դե հասկանում ես, էլի։ Դու լավ մարդ ես, Նորիկ։ Կիրթ, բարի, ընտանիքին նվիրված։ Բայց մի թերություն ունես։ Ավելի շուտ դա թերություն չի, այլ առավելություն։ Դու սուտ խոսել չգիտես։ Բայց ես սուտ չեմ խոսում, Հովիկ։ Կոնկրետ, այս 2 ժամվա ընթացքում, ինչ ես ձեր տանն եմ, քո բերանից դեռ ճիշտ խոսք դուրս չի եկել։ Ես չեմ հասկանում, ինչի մասին ես խոսում, Հովիկ։ Դու ամեն ինչ շատ լավ հասկանում ես։ Ու հերիք է կապիկություններ անես։ Որտեղ է հիմա Լիլիթը։ Լիլիթը ընկերուհու հետ է, Հովիկ, ու հիմա տուն է գալիս։ Ասա Գարիկ։ Հովիկ, ես դուր մեր բանկից զանգեցին։ Հայաստանյան բանկերից մեկը Գայանեի հաշվից $1 միլիոն է փոխանցել Աֆշորային գոտում գտնվող բանկերից մեկի հաշվի համարի վրա։ Գումարն արդեն փոխանցվել է։ Հա, բայց ես ասացի գործարքը չեղյալ համարել։ Քանի որ հաշիվը պատկանում է մեր բանկին, ու մենք պետք է հաստատենք գործարքի իրողությունը։ Ինչ է հայտնի այդ Աֆշորային հաշվի մասին, ովքեր են տերերը։ Նախնական տվյալներով հաշիվը բացված է Զավենին պատկանող ընկերություններից մեկի անունով։ Կես ժամից ավելի հստակ տեղեկություններ կունենանք այդ ընկերության տերերի ունագործարքների մասին։ Թող ճշտեն այդ ինֆորմացիան։ Դու էլ արի Լիլիթենց տուն, ինձ պետք ես։ Որտեղ է հիմա Լիլիթը, Նորիկ։ Բաց թող, խեղդում ես։ Ես արդեն փողերի մասին գիտեմ, չփորձես ինձ խաբես։ Որտեղ է Լիլիթը։ Բարսեղը առևանգել է։